разница, которая очевидна, что Տարբերությունն ակնհայտ է, ավելի շատ են կանաչ տարածքները։ Ինձ համար սա սիմվոլ է այն մասին, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում մեր հարաբերություններն ավելի կզարգանան այս в ուղղությամբ։ этом направлении. Բաքու ժամանած հայ պատվիրակներից Բորիս Նավասարդյանն ամփոփել ու դրական փոփոխությունների հասնելու ակնկալիքով է Երևան եկել։ Նրա աչքերում կանաչող Երևանն ու Բաքուն դրական խորհրդանիշ ունեն հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հարցազրույցի մեկնաբանությունում ադրբեջանցիներից մեկը Բորիս Նավասարդյանի աչքերում եւ խոսքերում կեղտ չի տեսել։ Ահա երկար սպասված հայ է, նրա աչքերում կամ խոսքերում կեղտ չկա։ Անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել, Կովկասը պետք է խաղաղ լինի եւ ամենակարևորը, Կովկասի համար իրական պայքարը հսկայական խթան կհաղորդի տարածաշրջանի դրական զարգացմանը։ Նրան ի պատասխան ադրբեջանցիներից մեկն ասում է, խոսքին հավատալ պետք չէ։ Առաջին անգամ չէ, մեկ այլ օգտատեր էլ գրում է։ Դուք մեզ հետ հեռանկարներ չունեք։ Մեր զրույցը ձեզ հետ ընդմիշտ ավարտվեց։ Մենք նաև այլևս ձեզ հետ հարևան չենք լինի։ Մենք ստիպված կլինենք ազատագրել Երևանի խանության հին ադրբեջանական հողերը։ Հարևաններ եղեք Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ։ Տարբեր մեկնաբանություններ կային նաև Երևանից Բաքու մեկնած խմբի գրառումների տակ։ Այդ դեպքում էլ հայերն էին անհամաձայնություն, զայրույթ արտահայտում այցի խմբի անդամների նկատմամբ։ Բաքվի ներկայացուցիչների Երևան այցից հետո էլ ադրբեջանական մամուլում շրջանառվեց մի տեսանյութ, որտեղ դպրոցահասակ երեխաներն այսպես կոչված բեմադրություն էին կազմակերպել։ Նրանցից մեկը հայի դերն էր մարմնավորել, մյուսները ադրբեջանցիների։ Զինված ադրբեջանցիները քաղաքացիական հագուստով տղային ստիպում էին կրկնել Արցախը Ադրբեջան է։ Այս տեսանյութը զայրույթ էր առաջացրել հայ օգտատերերի շրջանում ու պատերազմը շարունակվել էր մեկնաբանության դաշտում։ Երկու հասարակությունների միջև առաջացած անդունդն ինչպես է լցնելու 5+5 ձևաչափը։ Մենք 5+5 ֆորմատով դա չենք կարողանալու հաղթահարել։ Եվ այդ 5+5 ֆորմատը ես մի քանի անգամ ասել եմ, մենք համարում ենք որպես հաղորդակցական հարթակ, որից համապատասխան ուղերձներ են գնում եւ դեպի որոշում կայացնողներ եւ դեպի լայն հասարակություն։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության հասնելու շուրջ երկխոսություն է 1992 թվականից սկսած։ Այն իրավական հիմքերի վրա էր դրված, ոչ թե սիմվոլների, կարծում է Լարիսա Ալավերդյանը։ Բաքու մեկնած խումբը իշխանության քաղաքականությունն է առաջ տանում, քարոզչություն անում, կարծում է Հայաստանի առաջին ՄԻՊ-ը։ Ինքնակոչությունը ինքնին դատապարտելի է եւ նրանք կարող են ներկայանալ որպես անձ եւ իրենց հասարակական կազմակերպությունների անունից։ Այնպես որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության անունից իրենք իրավունք չունեն ներկայանալ։ Բազմաթիվ պիտակավորումների սովոր եմ, նշում է Բորիս Նավասարդյանը։ Նա Բաքու առաջին անգամ այցելել է 1999 թվականի նոյեմբերին։ 5-րդ այցը եւս նոյեմբերին էր, օրեր առաջ։ Համաձայն չէ, թե քարոզչությամբ են զբաղված։ Եթե այնտեղ կարող է լինել ինչ-որ բովանդակություն, որը փոխելու է մարդկանց կարծիքները, եթե դա է քարոզչություն, ես այդքան էլ համաձայն չեմ դրա հետ։ Իսկ ինչպես են պատկերացնում հասարակության շփումը, խաղաղ համակեցությունն իրենց երկրների տարածքում, երբ Ադրբեջանն ամբողջ Հայաստանն արևմտյան Ադրբեջանը կոչում, չի ազատում Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացիայից, չի վերադարձնում Բաքվում պահվող գերիներին, այլ հակառակը, նրանց որոշներին ցմահ, որոշներին 15 տարուց ավելի ազատազրկում է պահանջում։ Մենք ստանում ենք իրենց ուղերձները ոչ միայն այդ խմբից, որը որ կասկածելի առաքելությամբ գնացել է Ադրբեջան, բայց մենք ուշով հետևում ենք բոլոր այն գործողություններին, որը Ադրբեջանը նախաձեռնում է միջազգային հարթակներում։ Ամեն տեղ հիմա քարոզարշավ է գնում եւ միջոցառումներ են անցնում ապացուցելու համար, որ Հայաստանը դա նախկինների, այսինքն ադրբեջանցիների հայրենիքն է։ Ես դատապարտում եմ այդպիսի առաքելությունը, որը ամբողջովին սպասարկում է թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Ատելության խոսքի տարածմամբ երկու հասարակություններն էլ զբաղվում են, ասել է Բաքու մեկնած խմբի անդամներից Արեգ Քոչինյանը։
երբ որ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքասարակության ներկայացուցիչներն էին Հայաստանում, մենք տեսանք իրենց նկատմամբ, այսպես իրենց նախկին հայտարարությունների, իրենց նախկին ելույթների, իրենց նախկին գործողությունների վերհանում եւ դրանց հրապարակայնացում ասում, այս մարդիկ են խաղաղության կառուցողը։ Ես ուզում եմ ասել, որ նույն բանը եղավ նաեւ մեր հանդեպ Ադրբեջանում։ Իսկ ինչ առաջարկով է հանդես եկել խումբը Բաքվում, ինչպես են նվազեցնելու ատելության չափաբաժինը։ Բորիս Նավասարդյանն ասում է, մեդիաներին խաղի իր որակմամբ արդար կանոններ են առաջարկելու համատեղ աշխատելու համար։ Նվիրված կլինի բառարանին, որը օգտագործվում է, ասենք, կոնֆլիկտի ամբողջ պատմության ընթացքում, որպեսզի նաև ճիշտ եզրույթներ օգտագործեն լրագրողները իրենց հրապարակումներում, ի վերջո մինչև հիմա մենք անդրադառնում ենք նրան, ինչ տեղի ունեցել 1980-ականների վերջում, 1990-ականների սկզբին, դա մեկ փաստաթուղթ է լինելու, մյուս փաստաթուղթը նվիրված է լինելու կարծրատիպերին, որոնք այսօր շրջանառվում են եւ որոնց կարելի է փոխարինել առանց խանգարելու բովանդակությանը, հա, եւ տեղեկության էությանը։ Եվ երրորդ փաստաթուղթը նվիրված է լինելու զուտ էթիկական ստանդարտներին։ Իսկ եթե մեդիաները չընդունեն իրենց առաջարկները, ինչ է հաջորդելու դրան։ Նավասարդյանի խոսքով ոչինչ չի փոխվելու։ Մեդիաները գործելու են իրենց նախընտրած ոճով ու բառամթերքով։ 5+5 խմբի անդամների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում անցկացնել։ Հանդիպումից հետո Բաքվից ժամանած քաղաքացիները կարող են հանդիպել, զրուցել հայկական մեդիայի ներկայացուցիչների հետ։ Նույնը լինելու է նաև Բաքվում։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։